Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, բարի լույս, Երևանում այս պահին ժամը 10:17-18 է, ես գտնվում եմ Վաշինգտոնում, այս պահին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում եմ, Վաշինգտոնյան ժամանակով այժմ գիշերը 1:17-18 է համապատասխանաբար, ժամեր առաջ, ինչպես հավանաբար տեղյակ եք, մենք ունեցանք հանդիպում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ եւ նրա գլխավորած պատվիրակության հետ։ Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններում առկա դինամիկան, առկա նախաձեռնությունները, ուրվագծեցինք որոշ նոր անելիքներ, խոսեցինք մեր ռազմավարական գործընկերությունից, առաջիկայում սպասվող այցերից, հանդիպումներից, ձեռնարկներից, բայց նաև իհարկե մեծապես կենտրոնացանք օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման վրա, մասնավորապես հաստատեցինք թրիփ իրականացման շրջանակը, սա չափազանց կարևոր փաստաթուղթ է, ենթադրում եմ բոլորիդ համար շատ հետաքրքիր, բնականաբար եւ հասկանալիորեն վերաբերում է եւ շոշափում է բազմաթիվ հայ հասարակության համար զգայուն հարցեր, հետեւաբար մենք անհրաժեշտ համարեցինք, չնայած այստեղի ուշ ժամին, այնուամենայնիվ ուղիղ եթերում անդրադառնալ այդ հարցերին, այդ փաստաթղթին, ներկայացնել այն, որոշ դեպքերում հանդես գալ մեկնաբանություններով, եթե կլինեն հարցեր, կարծեմ զանգվածային լրատվության միջոցները արդեն որոշ հարցեր ուղարկել են, նաև ուղիղ եթերում պատասխանել այդ հարցերին, բայց նախքան մի անգամ անցնելու մեկնաբանությունների եւ տեքստի ներկայացմանը, ուզում եմ որպեսզի ավելի հասկանալի լինի, ներկայացնել ընդհանրապես ինչի ստեղծվեց այս փաստաթուղթը, ինչ է մեծ հաշվով այն իրենից ներկայացնում։ Ուրեմն հիշում եք հարգելի հայրենակիցներ, օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիևի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որպես վկա, ուրեմն իրենց կողմից ընդունված հռչակագրում սահմանվեցին խաղաղության եւ ապաշրջափակման Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքները, հիմնարար սկզբունքները, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, ընդգծվեց փոխադարձությունը եւ նաեւ նշվեց, որ թրիփ է սահմանվելու Թրամփի ուղի հանուն խաղաղության եւ բարգավաճման եւ մեծ հաշվով այդքանը այդ փուլում այս սկզբունքներն էին անհրաժեշտ հստակեցնել եւ համաձայնացնել եւ ահա անցել է ընդամենը 5 ամիս եւ մենք ամերիկյան կողմի հետ ուրեմն բանակցություններում հաջողել ենք արդեն շատ ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, չգիտեմ, հիմնադրման ուրեմն ձևին, բաժնեմասերին, կրկին սկզբունքներին եւ այլն, հիմա մենք դրա մասին կխոսենք, բայց ուզում եմ ասել, որ սա էլ վերջնական փաստաթուղթը չի լինելու, սա ուրեմն նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի համար ուրեմն եւ բոլոր գործընկերների համար եւ Միացյալ Նահանգների եւ մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով ընկած է օգոստոսի 8-ի հռչակագրի եւ վերջնական այդ պայմանագրերի ընկերության հիմնադրման ուրեմն եւ կանոնադրության եւ հնարավոր այլ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև վստահեցնում եմ ձեզ, որ այն ինչ մեզ բոլորիս մեծ հաշվով քաղաքական հանրային հնչեղության առումով հետաքրքիր է, մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է, ենթադրել կարող եմ, որ հետագայում արդեն մյուս ուրեմն կանոնադրական եւ մյուս հիմնադրման փաստաթղթերում մի քիչ ավելի իրավական տեքստ կլինի, իհարկե չեմ բացառում, որ նաեւ լինեն ավելի մանրամասներ այն տեղերում, որտեղ որ այս փաստաթուղթը սպառիչ չի նկարագրում որևէ գործընթաց կամ որևէ պայման, իհարկե այդ այն ինչ որ կլինի չի կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված ուրեմն պայմաններից, դրույթներից, նաեւ ուզում եմ միանգամից ասել, վստահ եմ ինչպես նախկինում հիմա էլ այդ հարցը կլինի եւ ես ինչպես նախկինում հիմա էլ վստահեցնում եմ ձեզ եւ հուսամ առիթներ եղել են արդեն նաեւ ապացույցների, երբ ես ասում եմ, որ վստահեցնում եմ, այսպես է, տեսել ենք հետո փաստաթղթերն հրապարակել, տեսել ենք, որ իրոք այդպես է եւ հիմա էլ եմ ուզում ասել, այդ հարցը կառաջանա, համաձայնեցված է այն,
ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է Երևանյան ժամանակով գիշերը, ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ նկատառումներից ելնելով։ Ուրեմն միանգամից եմ ասում եւ միանշանակ որևէ այդպիսի դրույթ չկա, կա այն, ինչ որ կա այս փաստաթղթում եւ հրապարակված է։ Մեծ հաշվով շատ մեկնաբանությունների տեղել չկա, տեքստը շատ ուրեմն հանրամատչելի ձևակերպումներով է, տեքստը համապարփակ անդրադառնում է բոլոր հարցերին։ Ես ուղղակի փորձեմ այսպես ընթերցելով որոշ դեպքերում նաև միասին զրուցելով, քննարկելով, ներկայացնելով, տեղ-տեղ ուղիղ մեջ բերելով անցնենք առաջ։ Եվ այսպես սիրելի հայրենակիցներ, փաստաթուղթը վերնագրված է թրիփ իրականացման շրջանակ եւ այս փաստաթուղթը ուրեմն ինչպես նաև նա նախորդող այդ տեքստում էր ասվում համաձայնությունն է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ընդհանուր նկարագրով է սկսվում փաստաթուղթը, նշվում է, որ սա ըստ էության շարունակում է եւ մանրամասնում է օգոստոսի 8-ի հռչակագրով ամրապնդված սկզբունքները եւ արդեն ուրվագծում է թրիփի հիմնադրման հետագա մանրամասները եւ առաջ է մղում այն նպատակները, որոնք ամրագրված էին օգոստոսի 8-ի հռչակագրում։ Ուզում եմ այս հատվածը բառացի կրկին ամեն հնարավոր մեկնաբանություններից կամ այլ թյուրիմացությունից խուսափելու համար նույնիսկ բառացի մեջբերում անել։ Ուրեմն թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Այնուհետև նշվում է, որ թրիփը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղում միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Ես կարևոր եմ համարում ուրեմն թրիփի այս մեծ ռեգիոնալ ուրեմն կոնտեքստում ներկայացումը, իսկապես ինչպես բազմիցս ասել ենք, թրիփը դա լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չի, լոկալ նշանակության կապ չի, մեծ հաշվով, եթե թույլ կտակ ավելի բան փաստաթղթից շեղվելով նաև անդրադառնալ թրիփի եւ սապաշրջափակման ոգուն, հա, ես ինքս 3 շերտ եմ տեսնում, դա ուրեմն առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ թրիփի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ հաշվով մեզ համար թերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք եւ ահա այս փաստաթուղթը այս ընկալումը նորից ուրեմն արտացոլում է այնուհետև որոշակի ուրեմն հատված ոչ կարճ հատկացված է նրան թե ինչի են ձգտում եւ ինչ օգուտներ են ունենալու մի կողմից Միացյալ Նահանգները եւ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը, օրինակ, ասենք, նշվում է, որ Հայաստանը սրանով ընդլայնելու է իր դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ եւ տնտեսական հանգույցի, մեծացնելու է իր հնարավորությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու եւ այլն ընդհանուր մինչև զբաղվածություն, հնարավորություններ համատեղ ձեռնարկների հնարավորություններ հայաստանյան ընկերությունների համար շատ կարևոր է, որ նշվում է, որ կան նախադրյալներ այս նախագծի հաջողելու համար եւ օրինակ այդ նախադրյալների թվում նշվում է, որ ընդ որում երկու երկրի անունից Հայաստանն ու Միացյալ Նահանգները ընդունում են, որ թրիփի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից
որ նաև կախված է հաջողությունը Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից, կայունությունից եւ այլն, սա կարծում եմ կրկին շատ կարեւոր է անընդհատ հիշել եւ ընդգծել։ Իհարկե մեզ բոլորից հուզում են նաև TRIP ընկերության հենց, որը պայմանական անունը կարող է այս փուլում կրել եւ տրված է այդպիսի ենթադրում եմ որ կունենա TRIP զարգացման ընկերություն եւ փաստաթուղթը հստակեցնում է TRIP զարգացման ընկերության հիմնադրման որոշակի պայմաններ, բաժնեմասեր, գործունեության ժամկետ եւ այլն, ես մի քանիսի վրա կանգ կառնեմ այժմ։ Կրկին առաջին նախադասություն այս հատվածի, տեղ, մի քանի տեղ բարբերաբար փաստաթղթում վերաբերելի եւ նույնիսկ եթե կուզեք ոչ այդքան վերաբերելի հատվածներում բարբերաբար ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու եւ հետո գործարկվելու են ենթակառուցվածքները Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար պահպանմամբ կարող եք ընթերցել ինքներդ եւ յուրաքանչյուր հատվածում այդ հղում այդ վստահեցումը տեսնել եւ այսպես էլի TRIP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ, այսինքն չի լինելու TRIP ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ ուրեմն տեղակայում, շինություն, որևէ բան, որտեղ որևէ կերպ կսահմանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ TRIP զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել TRIP ենթակառուցվածքների զարգացումն ու իրականությունում։ Այստեղ իհարկե էական է, ես ուզում եմ ընդգծել, հետո շարունակության մեջ տեքստի էլի անդրադարձ կա այս կտորին, բայց արդեն նշում ենք, որ ուրեմն եւ այստեղից հասկանալի է, որ TRIP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի եւ այնուամենայնիվ կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ չունենալով վերահսկիչ փաթեթ կունենա իր վերահսկողությունը, այսինքն կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, մեծ, փոքր, շատ, քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Ուրեմն ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIP զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIP զարգացման ընկերության 74% բաժնեմասը, իրեն պահելով 26% բաժնեմասը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով, այսինքն եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես ցանկացած գրեթե բոլոր պայմանագրերում, հա, այսպիսի դրույթ նախատեսվում է, եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունակել, շարունակում են, եթե ոչ, եթե կողմերից որևէ մեկը առարկում է, ապա չի շարունակվում եւ հիմա ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի եւս 50 տարով Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Այսինքն հիշում ենք, սկզբնապես առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմասերի, Հայաստանի Հանրապետությունը 26, եւ եթե որևէ մեկը մեզնից չառարկի երկարաձգելուն, կարգա երկարաձգվի եւս 50 տարով եւ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։ Ընդ որում, իհարկե կան հարցեր, նախկինում էլ այս խոսակցությունը կար, ենթադրում եմ հիմա էլ կլինի, իհարկե ինչպես ցանկացած ընկերություն բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, վերակազմակերպվել կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն եւ ուրեմն փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում
Եվ վերջնական շարքի սեփականատերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարության նախորոք համաձայնություն։ Այսինքն չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնվենք, ուրեմն մի բաժնե մասերը կիսել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, հետո կսկսվի գործունեությունը ընկերության եւ հետո ինչ որ փուլում մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո մեզնից թաքուն մեր կամքի հակառակ բաժնեմասերի ինչ որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Հիմա ուրեմն հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա։ Դա կլինի պայմանագրի խախտում եւ հետեւաբար չի կարող լինել։ Այո, կրկին նշում ենք, որ ուրեմն տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում եւ հարցերում Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների ներգրավվածությունն է անհրաժեշտ։ Առանց, այսինքն կլինեն որոշակի հարցեր, քիչ առաջ էլ ասեցի, որ անկախ նրանից թե ով քանի տոկոս բաժնեմասեր ունի եւ ըստ այդմ ով քանի ուրեմն ինչ չափով է ներկայացված ենթադրյալ կառավարող խորհրդում այդ ընկերության միևնույն է կլինեն հարցեր, որտեղ մեր կառավարության համաձայնությունը ուղղակի անհրաժեշտ կլինի, առանց դրա հնարավոր չի լինի այդ որոշումը կայացնել եւ իրագործել։ Հետաքրքիր ուրեմն հանգամանք TRIP ընկերությունը անմիջականորեն է զբաղվելու երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ եւ հետագա շահագործմամբ, մինչդեռ կլինեն այլ ենթակառուցվածքներ եւ փաստաթուղթը դա է նախատեսում, կլինեն այլ ենթակառուցվածքներ, որոնց իրականացման ծրագրման, շինարարության եւ հետո կառավարման համար TRIP զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուստր ձեռնարկություններ կամ ինչպես փաստաթղթում է ասվում եւ ընդունված է իրավաբանների կողմից հատուկ նշանակության, եթե ճիշտ եմ հիշում, հատուկ նշանակության ուրեմն կազմակերպություններ, այո, հատուկ նշանակության կազմակերպություններ եւ էլի նրանցից յուրաքանչյուրի դեպքում էլի կարող են ներգրավվել նաեւ մասնավոր ընկերություններ, բայց կարող եմ էլի վստահեցնել, որպեսզի անդադ մեջբերումներ չանեմ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ, ենթադրաբար եկամուտներից, շահույթներից իր մասով։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը ուրեմն ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողի վրա կառուցապատման իրավունքով է օժտելու TRIP ընկերությունը, այստեղ կհիշեք ինչքան շահարկումներ եղան, թե որևէ հող Հայաստանի Հանրապետությունից որևէ կերպ օտարվում է կամ չգիտեմ վարձակալություն եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը կառուցապատման իրավունք է տալու իր հողի վրա, ինչպես բազմաթիվ տասնյակ եւ հարյուրավոր ընկերությունների, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Երևի շատերի համար էական հարցը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ իրավազորության պահպանումն է, էլի կային մանիպուլյացիաներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը ճանաչվում են միայն նոմինալ, այ երբ որ պայմանները կլինեն, կտեսնենք, որ դա այդպես չի, բազմաթիվ հարցերում էլ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանափակվում են։ Ես հիմա ձեր համար այս թղթից մի քանի բան կկարդամ, որը համաձայնեցված է արդեն Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանի կառավարության կողմից եւ լինելու է մաս կամ հիմք հետագա վերջնական այդ իրավական ուրեմն հիմնադրման փաստաթղթերի կանոնադրության եւ այլն եւ այսպես Հայաստանի նախ մինչ այդ նաեւ ասեմ որ Հայաստանի TRIP զարգացման ընկերությունը կարող է ունենալ եկամուտներ եւ այլն, որից Հայաստանի Հանրապետությունը իր մասնաբաժինն է ունենալու, սա չի վերաբերվում Հայաստանի Հանրապետության մաքսային турքերին, չգիտեմ, ուրեմն սահմանված այլ պետական վճարների, սա զուտ արդեն ընկերության եկամուտների մասին է խոսում, իսկ Հայաստանի Հանրապետությունը իր արդեն սահմանված գործող այդ բոլոր վճարները турքերը նույնքեր պետք է շարունակի
հավաքագրել, հիմա վերադառնամ ինքնիշխանության հարցին, ուրեմն Հայաստանը հստակորեն պահպանում է, մեջբերում եմ, Հայաստանը հստակորեն պահպանում է օրենսդիր, կարգավորիչ եւ դատական իրավազորությունը պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում թրիփի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությամբ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը համապատասխան Հայաստանի ներքին օրենքների եւ միջազգային համաձայնագրերին։ Մյուսը Հայաստանի Հանրապետությունը հստակորեն պահպանում է ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, հիշեք ինչքան մանիպուլյացիաներ կային այն մասին, թե մենք որևէ անվտանգային գործառույթ ենք զիջում որևէ կողմի, մասնավոր կլինի, երրորդ երկիր կլինի, կամ մենք կորցնում ենք վերահսկողությունը անվտանգության նկատմամբ որևէ հատվածում, կամ նույնիսկ կարծիք կար, որ մենք չենք կարողանալու մեր իրավապահ մարմինները հասանելիություն չունենալու, չեն կարողանալու գործունեություն իրականացնել, օրինակ են բերում իրավախախտման դեպքի, արտակարգ իրավիճակի դեպքի, ընդհանուր մինչև պարեկների ուրեմն հասանելիության, նորից եմ կարդում, ազգային անվտանգության վիրապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը Հայաստանը պահելու է հստակորեն։ Հայաստանը պահպանելու է հստակորեն թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը, սա էլ չար չրկված եւ շարքված հարցերից մեկը ուղիղ կարծում եմ Հայաստանը հստակորեն պահպանում է թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը։ Մյուս կետը հարկերի, մաքսային տուրքերի եւ առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։ Այսինքն հարգելի հայրենակիցներ, ինչ որ կասկածի տակ էր դրվում, ինչի շուրջ մտահոգություններ էին հնչում, ինչի շուրջ ուրեմն վախեր էին հնչում, ինչի շուրջ երբեմն անկեղծ մտահոգություններ, երբեմն ուղղակի չարամիտ մանիպուլյացիաներ էին արվում, ես քիչ առաջ ուղիղ մեջ բերեցի, կարող եք ինքներդ բացել, կարդալ, համոզվել, այնքան միանշանակագրված, որ ցանկության դեպքում նույնիսկ մանիպուլացնելը շատ դժվարանելու, ես հիմա չեմ նախանձում մեր որոշ ընդդիմադիրների կամ առանձին մարգինալ խմբակների, որոնք ջանք ու երանք չեն խնայում նոր մանիպուլյացիաներ հնարելու, հիմա ես չգիտեմ ինչ պիտի մանիպուլացնեն, թեև շատ երբեմն ուղղակի շատ պնդերես ձևով սպիտակի վրա գրվածը նույնիսկ կարողանում են հակառակ ձևով, հակառակ լույսի ներքո ներկայացնել, բայց փառք Աստծո ամեն ինչ գրված եւ հրապարակված է, ինքներդ կարող եք կարդալ։ Ուրեմն անվտանգության եւ մաքսային հսկողության հատվածում նշվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային եւ մաքսային բոլոր գործունեությունները կիրականացնեն սահմանային կառավարման միջազգայինորեն ճանաչված չափանիշներին համապատասխան, պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները, հիշում եք այս սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն եւ այլն, ուրեմն օգտագործելով front office, back office գործառնական մոդելը, շատ բառացիորեն եթե թարգմանենք այս տերմինները, front office նշանակում է առաջնային ուրեմն գրասենյակ կամ արխիվի գրասենյակ կամ ընդունարան ուղակի, ես back office-ը արդեն այսպես ասած վարակույրների հետևում գործող հետևի, գրասենյակն է, մենք front office, back office միջազգայինորեն ընդունված եւ լայնորեն կիրառվող տերմիններ են, մենք օգտագործենք դրանք, ինչպես եւ հետայսու եւս, ուրեմն մի անգամ փաստաթուղթը որոշակի սահմանում է տալիս, այնուհետեւ մեր հայերեն թարգմանության մեջ եւս այդ եզրույթներն ենք օգտագործում։ Ուրեմն front office շատ կարևոր է։ Նախատեսվում է, որ TRIPS զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները, front office ֆունկցիան այս ծառայությունը կարող են մատուցել մասնավոր օպերատոր հանդիսացող ընկերություններ, ով ընտրվելու է TRIPS զարգացման ընկերության կողմից, որտեղ հիշում եք Հայաստանը ունի իր բաժինը եւ իրեն
համար զգայուն հարցերում, այսպես ասած, վետո իրավունք կամ անհրաժեշտություն կա ստանալ Հայաստանի համաձայնությունը։ Եվ ահա ուրեմն TRIPS զարգացման հետ ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման front office-ում, ներքոնշյալ ծառայություններ, օրինակ, փաստաթղթերի նախնական հավաքագրում, տեղեկատվության եւ ուղեցույցների տրամադրում, առևտրի տարածման վճարների հավաքագրում եւ ուրեմն վճարումների մշակում։ Ընդ որում առանձին նշվում է, որ հարկերը Հայաստանի Հանրապետության մաքսային տուրքերը, պարտադիր վճարները ուղղակիորեն հենց այդ փուլում միանգամից գանձվում են պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համաձայն գործող օրենսդրության եւ հարկաբյուջետային ընթացակարգերի։ Նաև վարչական աջակցություն են ցուցաբերում front office-ում մարդկանց, հիմա back office-ը, որ back office-ը ՀՀ պետական մարմիններն են արդեն ուղղակիորեն։ Ուրեմն ՀՀ մաքսային եւ սահմանային պաշտոնյաները իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները համաձայն ՀՀ ներքին օրենսդրության միջազգային համաձայնագրին։ Այսինքն եթե վերևում դեռ ինչ-որ 1, 2, 3, 4 անգամ բավարար չէր սա նշելը, այստեղ եւս նշվում է, որ ՀՀ մաքսային եւ սահմանային պաշտոնյաները իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները, ինչպես որ դրանք սահմանում է ՀՀ օրենսդրությունը։ Այդ թվում մաքսային վերջնական որոշումներ, ձևակերպումներ, անվտանգության ստուգում եւ իրականացում, եթե դրա անհրաժեշտություն առաջանա, միգրացիոն վերահսկողություն, իրավապահ գործողություններ, եթե դրա անհրաժեշտություն առաջանա, թույլտվություններ եւ հաստատումներ, զննում եւ ստուգում, այս ամբողջը կարող է իրականացվել միմիայն ՀՀ ուրեմն իրավասու մարմինների ներկայացուցիչների կողմից։ Ընդ որում նորից մի առանձին ենթավերնագրով սահմանում ենք, որ front office-ի օպերատորները աջակցում են, նրանք որոշումներ չեն կայացնում։ Իսկ այն մասնավոր երրորդ ընկերություն, ում մենք TRIP ընկերությունը կվարձի խնդրելով ուղեցույցներ, տեղեկատվություն տրամադրել, վարչական աջակցություն տրամադրել, ուրեմն սահմանը հատող բեռների եւ ուղևորների համար, նրանք աջակցում են, նրանք չեն որոշում։ Այդպես է գրված այս փաստաթղթում։ Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային եւ մաքսային բոլոր հաստատություններում, հիշում եք կրկին ասում են չի լինելու սահմանապահ եւ այլն։ Եվ ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Սա ես կրկին մեջբերում եմ ուղիղ համաձայնված եւ հրապարակված փաստաթղթից իմ մեկնաբանությունը չի։ Ուրեմն կրկին front office-ի օպերատորները աջակցում են, նրանք չեն որոշում, Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Եվ հետագայում էլի կան որոշակի տեխնիկական մանրամասներ, կարող եք ինքներդ ծանոթանալ։ Ըստ էության տեքստի ներկայացումը կամ մեկնաբանությունները ես այս փուլում ավարտեմ, ենթադրում եմ հարցեր կան, մեզ հետ է նաև ԱԳՆ խոսնակ Տիկին Բադալյան, ում խնդրել էի հավաքագրել հարցերը, ենթադրում եմ կան արդեն հարցեր, գուցե հնչեցնեք, ընթացքում պատասխանենք։ Շնորհակալություն լրագրողներին մեզ հարցերն ուղարկելու համար։ Ակնհայտորեն կան որոշակի հարցեր կանոնավոր, որոնք որ միատեղվում են, մասնավորապես այդ հարցերը վերաբերվում են մի քանի հիմնարար դրույթների, որոնք դուք արդեն նշեցիք, ես դրանք միավորեմ եւ հնչեցնեմ որպես մեկ հարց, հետո կանցնենք այն հարցերին, որոնք որ չեն կրկնվել, ստացվել են լրագրողների եւ չեն կրկնվել, կառաջանանք առանձին։ Օրինակ հարց, արդյոք համապատասխան ծառայություններն են ապահովելու անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում TRIP ենթակառուցվածքներում։ Դե միանշանակ այո, ես արդեն մեջբերումներ արեցի։ Նախ ամեն դեպքում ասեմ, որ կան հարցեր, որոնք որոշակիորեն կրկնելու են ձեր արդեն։ Ոչինչ, եթե մարդիկ տվել են, դուք այո, հարցերը ստացել ենք լրացուցիչ անդրադառնանք։ Մյուսը արդյոք Հայաստանի Հանրապետության ծառայությունների ներկայացուցիչները ծառայություն են իրականացնելու Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային եւ մաքսային կետերում։ Միանշանակ այո, բառացիորեն, տառացիորեն այդպես գրված էր, քիչ առաջ ընթերցեցի։ Անցնենք մյուս էական դրույթներից մեկին, որը որ front office եւ օպերատորի գործառույթի սահմանումներ, ինչ է նշանակում front
back office մոդելը, ինչ է նշանակում դրա օպերատորը։ Ով է ընտրելու այդ օպերատորին, արդյոք օպերատորն ապահովելու անվտանգությունը, անվտանգության կոմպոնենտը իհարկե նախորդ հարցերում կար, բայց նաև փոխկապակցված այս մասը։ Դե front office, back office ես արդեն թարգմանությունն էլ ասեցի, իրենց կիրառական նշանակությունն էլ ասեցի, սա մի մոդել է, որը լայնորեն կիրառվում է մասնավոր ընկերություններում, պետական բազմաթիվ գործառույթների իրականացման մեջ, իմաստը հետևյալն է, երբ որ քաղաքացին կամ սահմանահատողը կամ չգիտեմ բիզնեսի դեպքում հաճախորդը կամ ինչ այցելում է այդ տեղ, երկիր, ընկերություն, բանկ, չգիտեմ, եւ ուզում է որոշակի ծառայություն ստանալ, ինքը չի տեսնում այդ ծառայությունների մշակման, իրականացման ամբողջ ուրեմն ծավալը եւ մոտավորապես մեկ պատուհան սկզբունքով ինչ որ մարդիկ իրենց բարեհամբույր սպասարկում են, թղթերը տվյալները հավաքագրում են, թե հետո ոնց է ընթանում այդ process-ը, ոնց են տվյալները մշակվում, ոնց է որոշում կայացվում, դա արդեն տեղի ունենում, այսպես ասած, ետնաբեմում, հա, back office-ում, այս սկզբունքի մասին է, ինչ վերաբերում անվտանգության կոմպոնենտին, էլի շատ ուղիղ ասացինք, որ որևէ գործառույթ պետական չի արտապատվիրակվում ամբողջ ծածկույթով մեկ թրիփի, ուրեմն Հայաստանի իրավապահ, անվտանգային, արտակարգ իրավիճակներում իրավասու մարմինների ամբողջական հասանելիությունը ապահովում է, ներկայությունը սահմանապահ մաքսային մարմիններում մշտապես ապահովում է եւ այլն, այսինքն մանրամասն անդրադարձ կա այդ բոլոր հարցերին։ Մյուս ամենաշատ տրվող հարցը բաժնեմասեր։ Ինչու է TRIP ընկերության բաժնեմասերի միայն 26%-ը պատկանելու Հայաստանի Հանրապետությանը, իսկ ավելի մեծ մասը 74%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Դե մեծ հաշվով բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է երկրների ներդրումները, հա, գաղտնիք չի որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ են անելու, ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, հա, քաղաքական աջակցության, քաղաքական ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների։ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է մեծ հաշվով, դա կառուցապատման իրավունքն է, հա, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը միայն 49 տարվա մասին է առաջիկա, ենթադրվում է, էլի կրկին բիզնես մոդելի հարց է, այդ փուլում որոշակի տարիների ընթացքում, երբ որ ներդրումների վերադարձը ինչ որ չափով սա արդեն բիզնես հաշվարկների հարցը ապահովված կլինի, այն ժամանակ արդեն եւ պայմանագիրը կերկարացվի եւս 50 տարով, գիտեք, արդեն քիչ առաջ ասեցի, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունը, հարաբերակցությունը փոխվելու է եւ համարյա հավասար ենք դառնալու։ Այն նշեցիք front office եւ back office-ի մասին։ Հիմա այս մասով ինչպես է ապահովելու փոխադարձության սկզբունքը արդյոք Ադրբեջանում նույնպես գործելու է front office։ Չգիտեմ, մենք այդ հարցին չենք անդրադարձել, դա Հայաստան-Ամերիկա բանակցությունների առարկա չի, եթե շատ անկեղծ ասեմ, ես նույնիսկ չգիտեմ դրա կարիքը ընդհանրապես կա թե չէ այդպիսի ֆոկուսով ուրեմն բանակցություններ սկսել, ընդհանրապես նայեք, մենք առիթ ունեցել ենք մի քանի անգամ խոսելու խաղաղությունից առհասարակ խաղաղության պայմանագրից, այս համագործակցության դրսևորումներից, որ արդեն ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ես մշտապես ասում եմ եւ հարցում եմ երաշխիքը որն է, հաջողության գրավականը որն է, փոխշահավետությունը։ Հիմա նայեք, այս կոնտեքստում եւս ամբողջ աշխարհը ուզում է իր ընթացակարգերը ջուրացնի, թվայնացնի, որպես եկողը վարկյան առաջ ստանա համապատասխան ծառայությունը, պետությունն էլ վերիֆիկացիան անի, տեսնի, որ այդ մարդը վտանգ չի ներկայացնում, ինչ նպատակով է գալիս եւ արագ անցնի, եւ հետո մյուսը, հա, մյուս։ Այսինքն ծառայության այս դեպքում ուրեմն տարանցիկ ուղիներից օգտվելու, հա, իմաստը դրանք հեշտացնելն է։ Ես կարծում եմ, որ իհարկե սա Ադրբեջանի գործն է, իրանք թող որոշեն, բայց կարծում եմ, որ ցանկացած երկիր շահագրգիռ է, որ այն առաջի կետից, երբ որ իր սահմանը հատում է օտար երկրի քաղաքացին կամ բեռը, օտարերկրյա ընկերության պատկանող հնարավորինս հեշտ նախ ստուգվի վտանգի ուրեմն բացառվի վտանգի առկայությունը, հետո հնարավորինս հեշտ դյուրին անխնդիր այդ շարժը տեղի ունենա։ Պարոն
Պարոն Թրիփը նախատեսվում է, որ Հայաստանը պետք է մշակի տարբերակված ընթացակարգեր այդ ճանապարհով անցնելու համար, այսինքն այն տարբեր է լինելու Հայաստանի այլ հատվածներում գոյություն ունեցող ընթացակարգերից եւ որն է լինելու այդ տարբերությունը։ Հիմա նայեք, ես հենց լավ է, որ այդ հարցը նախորդից հետո եք տալիս, որովհետև տրամաբանական եւ օրգանական շարունակությունն է, նախ տարբերակված ընթացակարգեր մարդկանց մեքենաների ապրանքների համար բավականին նորմալ գործընթաց է, այդ թվում եւ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև երկուղությունով անցման համար ընդհանրապես մենք ուզում ենք մեր բոլոր ուրեմն սահմանների ուղղություններով ունենանք հնարավորինս հեշտ անցման ընթացակարգեր, ապահովելով իհարկե որևէ կերպ չխախտելով, չխոցելով, չստորադասելով մեր ինքնիշխանությունն ու իրավազորությունը եւ անհրաժեշտ գործընթացները, որոնք պետք է արվեն անձի վերիֆիկացիա եւ ընդ որում կրկին հստակ ասում ենք, այդ ընթացակարգերը պետք է լինեն Հայաստանի օրենքների մեջբերում են, Հայաստանի օրենքների, կարգավորումների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Սա մենք պիտի բոլոր սահմաններով ուզենանք ունենալ, ենթադրում եմ մեր հարևաններն էլ որևէ երկիր մոլորակի վրա։ Մի քանի արդեն հատվածներ ես ընթերցեցի, մեջ բերեցի այս փաստաթղթից, որտեղ ասում է, որ որևէ ուրեմն սահմանային մաքսային որևէ այլ ինքնիշխան գործառույթ չի արտապատվիրակվելու ոչ միտեղ սահմանային եւ մաքսային մարմինների ներկայացուցիչները համապատասխան տեղերում մշտապես ներկայացություն են ապահովելու բոլոր տեղերը հասանելիություն են ունենալու եւ խոսեցինք front office back office-ից, այսինքն կարծում եմ որ հարցի պատասխանը հնչել է արդեն։ Լավ, մի փոքր ընդլայնենք թեման, բացի միայն Թրիփի բաղադրիչից անդրադառնանք ընդհանուր գուցե տարածաշրջանային մյուս նախագծերի հետ դրա փոխկապակցվածությանը կամ ընդլայնմանը հնարավոր է։ Այս կոնտեքստում հարց ենք ստացել կամ մշակված նախագիծ, թե ինչպես է Թրիփը կապվելու հյուսիս-հարավ ճանապարհին։ Եվ արդյոք ենթակառուցվածքներն ավելի գնալու են հատվելու, թե խանգարելու տրամաբանությամբ։ Վստահաբար ոչ խանգարելու տրամաբանությամբ, ուրեմն հյուսիս-հարավ մի կողմից եւ մյուս կողմից Թրիփ ենթակառուցվածքները, որոնք ըստ էության արևելք, արևմուտք եւ կամ արևմուտք շարժ են ենթադրում, միասին կազմելու են խաչմերուկ, այսինքն այն խաղաղության խաչմերուկը, որի տեսլականը մենք ունենք եւ կիսվել ենք աշխարհի եւ հայաստանյան հանրության հետ։ Արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկումներում անդրադարձել եք Թրիփին Թուրքիայի հնարավոր ներգրավմանը, եթե այո, ապա որն է պատկերացվող մասնակցության ձևաչափը։ Ուրեմն Թրիփին Թուրքիայի ներգրավում չենք քննարկել ամերիկյան կողմի հետ եւ Թրիփը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա, որպես Հայաստան, Միացյալ Նահանգներ, ուրեմն համատեղ բիզնես գործունեություն Միևնույն ժամանակ իհարկե լայն ավելի համատեքստում, ապա շրջափակման համատեքստում, եթե դիտարկենք, իհարկե ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապա շրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործմամբ, ուրեմն այդ ենթադրյալ Ասիա-Եվրոպական միություն մեծ լոգիստիկ նոր անցումը չի ստեղծվի, չի ապահովի, Հայաստանի ապա շրջափակումն էլ ամբողջական չի լինի, գիտեք Թուրքիայի հետ խոսակցությունը վաղուց կա այս ուղղությամբ, բավականին կոնստրուկտիվ խոսակցություն, ես կարծում եմ մոտ ապագայում արդեն շոշափելի առաջընթաց եւ քայլեր կունենանք, բայց իհարկե բոլորիս ընկալումն այն է, որ ապրանքը բեռները կամ ծառայությունները կամ մարդիկ Ասիայից կարող են գալ, ասենք Ադրբեջան, այնուհետև Հայաստանի տարածք Թրիփի ենթակառուցվածքներով, Նախիջևանից կրկին երասխով Հայաստան, եթե երկաթուղու մասին ենք խոսում, եւ եթե Գյումրի կարծը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությունով։ Հետևաբար տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ Թրիփի մասով եւ ամերիկյան կողմի հետ դա չենք քննարկել։ Այսինքն Թրիփի շարունակության հարցը էլի նույն տրամաբանությամբ է լինելու, բայց հնչեցնենք նաեւ արդյոք քննարկվել է Թրիփին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը եւ արդյոք ԱՄՆ-ն տեսնում է նման հնարավորություն։ Եվ կրկին ոչ չի քննարկվել Թրիփի շրջանակները մեծ հաշվով արդեն բավականին պարզ են
բայց նաև կրկին մեծ ապաշրջափակում բոլոր հարևաններին, անմիջական կամ մի փոքր հեռու գտնվող հարևաններին, տարածաշրջանի երկրներին ձեռնտու այդ մեծ շարժը չի կարող եւ մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին թրիփում ոչ, բայց թրիփի շարունակություն, թրիփին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաեւ ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Պարոն նախարար, նույն կոնտեքստում լրագրողը վկայակոչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հարավկովկասյան երկաթուղիների կողմից կոնցեսիոն պարտավորությունների կատարման մասով։ Նա ընդգծել է, որ եթե ռուսական կողմը չկարողանա իրականացնել անհրաժեշտ ներդրումներն ու վերանորոգումները, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է ինքնուրույն իրականացնել այս գործառույթը, արդյոք ՌԴ-ից արձագանք կա։ Եթե այո, խնդրում են լրագրողը նշել, թե ինչ բնույթի։ Դե անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ սա արձագանք ենթադրող հայտարարություն է վարչապետի կողմից կամ առաջարկ կա կամ խնդրանք կամ բան ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուրեմն եւ տնտեսական տեսլականը նույն ենթակառուցվածքների մասում եւ այժմ անհրաժեշտ է որ այդ երասխի Գյումրու այդ բացակայող կտորները կրկին եթե երկաթուղի մասին ենք խոսում արագ վերականգնվեն սա փոխանցվել է ռուսական կողմին ընկերությանը եւ կարծում եմ որ այդպես էլ պետքա լինի կրկին եթե ոչ այսինքն մենք արձագանքի չեմ կարծում որ սպասում ենք կամ պատասխանի դա պետք է իրականացվի եթե ոչ ապա ինչպես եւ ինքներդ մեջ բերեցիք այդ ժամանակ այլ սցենարներ կարող են լինել Ինչպես տեսել ենք նախկինում տարբեր պայմանավորվածությունների կամ համաձայնությունների գալու դեպքում հանրային հարց է հնչում թե արդյոք կան դրանց իրականացման երաշխիքներ, հիմա լրագրողներից հարց ունենք, արդյոք կան երաշխիքներ, որ այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, իսկ դրանք չկյանքի կոչվելու պայմաններում, որոնք են մեխանիզմները Դե ես անկեղծ ասած չեմ հասկանում հավերժ այս երաշխիքներ, երաշխավորներ գտնելու, երաշխավորներին հղում անելու մոլուցքը, այսինքն դա գիտենք, որ բազմաթիվ պայմանագրերում հստակ երաշխավորող երկրներ են նշված եւ դա ամենևին չի փրկել այդ պայմանագրերին խախտվելուց ընդորում շատ կոպիտ։ Հետեւաբար մենք ուրիշ ճանապարհով ենք գնում, ոչ թե գտնում ենք երկրներ եւ նրանց անունները գրում ենք որպես երաշխավոր կամ երաշխիք, այլ փորձում ենք Եվ ոնց հասկանում եմ, սա նաև մեր մյուս գործընկերների մոտեցումն է եւ հարևանների, այլ փորձում ենք այնպիսի փոխշահավետ համագործակցության հարաբերությունների մեխանիզմ ստեղծել, այնպես գծել այս ամբողջ համակարգը, որ իր գործունեությունը լինի շահավետ բոլոր հնարավոր մասնակիցների համար, Հայաստանի համար, Ադրբեջանի համար, Միացյալ Նահանգների համար եւ հենց այս փոխշահապետությունն է, որ պետք է ապահովի երկարակեցությունը, կենսունակությունը եւ նաեւ գիշեք ես այս նույն բանը ասել եմ նաեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրելուց հետո եւ այդ համատեքստում եւ նույն սկզբունքով ենք առաջնորդվում